Տապանում հյուրընկալել եմ Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ հրապարակախոս Անահիտ Ադամյանին, Տիկին Ադամյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Արեոր, ես եմ շնորհակալ։ Բնական է, որ այս օրերին փորձելու ենք վերլուծել, քննարկել ԱՄՆ փոխնախագահի այցը Հայաստան եւ Ադրբեջան։ Այդ այցի շրջանակներում ԱՄՆ-ն եւ Հայաստանը ավարտեցին քաղաքացիական միջուկային համագործակցության 1, 2, 3 համաձայնագրի շուրջ բանակցությունները, իսկ Վենսը հայտարարեց, որ երբ այն ամբողջությամբ հաստատվի, դա ճանապարհ կհարթի ամերիկյան եւ հայկական ընկերությունների համար կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր։ Սրան հաջորդում է Գալուզինի հայտարարությունը, թե ատոմակայան կառուցելը գտնվում է Մոսկվա-Երևան հարաբերությունների օրակարգում եւ Ռոսատոմը պատրաստ է հնարավորինս շուտ սկսել նախագծի իրականացումը, բնականաբար հաշվի առնելով հայ գործընկերների ցանկությունները, եւ հայ գործընկերները իդեմս Փաշինյանի հայտարարում է, որ Հայաստանը նոր միջուկային ռեակտոր ունենալու հարցը քննարկում է Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի եւ Չինաստանի հետ, եւ ըստ Փաշինյանի որոշ գործընկերներ Հայաստանին շտապեցնում են կատարելու ընտրություն։ Հարցս հետեւյալն է. Ստացվում է, որ այն մարդիկ, որոնք թերահավատ են, թե Հայաստանի իշխանությունը կամք կունենա ընտրություն կատարելու եւ այդ ընտրությունը կատարելու ի օգուտ ԱՄՆ-ի, այնուամենայնիվ այդքան էլ սխալ չեն, որովհետեւ Հայաստանը փաստորեն ըստ էության չնայած առաջարկներին գտնվում է փնտրտուքի եւ չկողմնորոշվածության մեջ։ Իրեք, ես կարծում եմ, որ Ամերիկայի փոխնախագահի այցը Հայաստան միայն սահմանափակված չէր 1, 2, 3 համաձայնագրով։ Եվ այդ այցը շատ ավելի խորքեր ուներ, որոնք բնականաբար չեն էլ բացահայտվելու։ Նրանք ամենայն դեպս մնացել են փակ դռների հետևում։ Ինչ վերաբերում է 1, 2, 3 համաձայնագրին Հայաստանում, ապա նաև Ռուսաստանում, ես չեմ զարմանա, որ ինչ որ մեկն էլ Չինաստանի հետ պայմանավորվածությունների մասին խոսի, մեղմ ասած այդ ամեն ինչ աբսուրդ է, որովհետև դուք տասնամյակներով իբրև պետություն եղել եք Ռուսաստանի գերակայության տակ, ձեր էներգետիկ անվտանգությունը տասնամյակներով դրել եք Ռուսաստանի ոտքերի տակ։ Եվ եթե դուք հետագա տասնամյակներում արդեն ունենալով ինքնիշխան քաղաքականություն վարելու բոլոր հնարավորությունները շարունակելու եք ձեր էներգետիկ անվտանգությունը կապել մի պետության հետ, որը այլևս իզորուչի այգ կառուցել, ակկույում վկա, որ այլևս իզորուչի ապահովել սեփական էներգետիկ անվտանգությունը, ուր մնաց ուրիշների համար էներգետիկ անվտանգության խնդիրներ լուծել, դուք մեղմ ասած կարճատես եք։ Ամենայն դեպս Հանրապետություն կուսակցությունը J.D. Vance-ի այցից շատ ու շատ առաջ անընդհատ խոսել է եւ այսօր էլ պնդում է Հայաստանի Հանրապետությունում երկրորդ ատոմակայանի կառուցումը պետք է լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ միջուկային համաձայնագիրը վավերացնելուց հետո ստորագրված նոր համաձայնագրի տեսքով։ Այստեղ չի կարող երկընտրանքներ, եռընտրանքներ լինել։ Իսկ ինչ են ասում Գալուզինները, Օվերչուկները, Զախարովաները, կարծում եմ դուք այնքան շփվում եք անդադ օրվա լրահոսին եւ ամենայն դեպս շաբաթը մեկ նման հայտարարություններ առայն որ Հայաստանի Հանրապետությունը հապկանդամ է, առայն որ Հայաստանի Հանրապետության ժողովրդի անվտանգությունի, ժողովրդի երջանկությունի, ժողովրդի չգիտեմ ինչից է բխում հավեր Ռուսաստանի հետ լինել, լսել ենք, լսում ենք եւ կարծում եմ դեռ երկար լսելու ենք, որևէ հիմք չունենալով։ Ուզում եմ այս համատեքստում փորձենք քննարկել Տիկին Ադամյան Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի գործելավոճի տարբերությունը։ Ասում են, օրինակ Ռուսաստանը պարտադրում է, երբ որ իրեն անհրաժեշտ է ինչ-որ բան անել։ ԱՄՆ-ն առաջարկում է։ Արդյոք այդպես է, արդյոք Թրամփյան վարչակազմը իսկապես առաջարկում է եւ այդ կողմը, որը պետք է ընդունի կամ չընդունի, ազատ է իր այդ որոշման մեջ, այսինքն այստեղ պարտադրանք գոյություն չունի։ Հետևաբար, ես ուզում եմ հասկանալ գործելավոճերի արդյոք տարբերություն կա։ Այսինքն, եթե Ռուսաստանը պարտադրում է, ստիպում է, ունի լծակներ եւ օգտվում է այդ լծակներից, որպեսզի քեզ ստիպի ինչ-որ բան անել, ԱՄՆ-ի տարբերություն Ռուսաստանի առաջարկում է, կընդունես, չէ։ Մենք այս տարբերակի հետ գործ ունենք, թե այնուամենայնիվ Թրամփյան վարչակազմը այդ առումով տարբերվում է եւ Վենսը եթե հասել է Հայաստան, նա միայն չի եկել, որ առաջարկի։
Ես կարծում եմ, որ մենք գործ ունենք երրորդ տարբերակի հետ։ Վենսես այցը խոշոր հաշվով նախագծերի այց էր։ Վենսը եկավ ու այստեղ մեզ ասաց, որ մենք ձեզ տալիս ենք դրոններ, բայց դրանք լավագույն դրոնները չեն, այ եթե դուք դուրս գաք հապկից, նրա այցի տրամաբանությունը դա էր, դուք կստանաք լավագույն դրոնները եւ լավագույն զենքերը, դուրս եկեք հապկից։ Որևէ հարկադրանք այստեղ չկա։ Սա մեր ընտրությունն է։ Ռուսաստանի Դաշնությունը եւ ՀԱՊԿ անդամ պետությունները նույնիսկ ՀԱՊԿ-ի այսօր գլխավոր շտաբի պետն է այսօր հայտարարություն տարածել, շատ ցնցող հասարսուր հայտարարություն առահաբեկչության հնարավորությունները Ռուսաստանը պարտադրում է որևէ քայլ չձեռնարկելով։ Ռուսաստանը պարտադրում է իրեն ու չի ճանաչում մեր երկրի սահմանները։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության սուվերենությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը ճանաչում է։ Ինքներդ փորձեք այստեղ գտնել 10 տարբերություն կամ գոնե նվազագույնը 2 տարբերություն։ Ամբողջ խնդիրը այն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները բավականաչափ հզոր կայացած պետություն է եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջարկած ծրագրերը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագծերը լրացուցիչ, այսպես ասած, քաղաքական լծակ կիրառելու անհրաժեշտություն չունեն։ Ռուսաստանի խնդիրն ամեն կերպ կարճած մնալ իր քաղաքական ազդեցության տակ պահել տարածաշրջանը Ամերիկայի Միացյալ Նահանգները նման խնդիր իր համար չի լուծում։ Ամերիկան արդեն տարածաշրջանում է, Ամերիկան տարածաշրջանում խորացնելով տնտեսական ներկայությունը մեծացնում է նաև քաղաքական ազդեցությունը։ Եկեք հաշվի առնենք, որ Ջեյ Դի Վենսը միայն Հայաստանի Հանրապետություն չեկավ, Ջեյ Դի Վենսը գնաց նաև Ադրբեջան, իսկ ընդհանրապես Իտալիայում օլիմպիական խաղերի առիթով հանդիպել է նաև Վրաստանի վարչապետի հետ։ Ու եթե այդ կտրվածքով դիտենք, ըստ էության այցը տարածաշրջանային էր, թեպետ Վենսը Թբիլիսի չի գնացել, եւ Վրաստանում էլ անդադ բողոքում են, որ իրենք սպասում են Ամերիկայի հետ հարաբերությունների վերականգնման, վերբեռնման, վերաիմաստավորման, տարբեր այստեղ կարելի է եզրույթներ օգտագործել։ Հայ-ամերիկյան համագործակցության առումով ասում են մենք մի քայլ առաջ ենք, քան ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները։ Մտահոգություն ունենալ, որ եթե մեր իշխանությունները շարունակեն այսպես տատանվել կամ վերջնական որոշման կայացման այդ գործընթացը ձգձգել, Բաքուն լիարժեքորեն կօգտվի ընձեռված բոլոր հնարավորություններից։ Ամենայն դեպս Բաքուն բոլոր այդ փորձերը անում է, տեսեք, Ջեյ Դի Վենսը Բաքվում ստորագրեց խարճան, որ մենք ստորագրել էինք դեռ Բայդենի իշխանության օրոք։ Այսինքն նրանք օբյեկտիվորեն ժամանակի մեջ մեզնից հետ են։ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը այստեղ հայտարարեց, որ Հայաստանը այն երկիրն է, որին Ամերիկայի Միացյալ Նահանգները կվստահի կիսահաղորդիչների ոչ միայն պահեստավարում, այլև կիսահաղորդիչների արտադրություն, իսկ դա ամեն երկրի չի վստահվում։ Ադրբեջանը նույնպես այդ փորձերը անում է, Ադրբեջանը նույնպես փորձում է դառնալ արհեստական բանականության կենտրոն եւ արհեստական բանականության նոր տեխնոլոգիաների ընձեռած տվյալների շտեմարանի եւ այլն այդ ամեն ինչի տեխնիկական մանրամասների մեջ չմտնենք, Բաքուն փորձում է դառնալ մրցակից, բայց Բաքուն փորձում է դառնալ մրցակից մի երկրի, որը այս պարագայում նրանից մի քանի քայլ առաջ է։ Առաջ է օբյեկտիվորեն, առաջ է իբրև ժողովրդավար երկիր, առաջ է իբրև Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ այնուամենայնիվ շատ ավելի բարձր հիմքի վրա գտնվող հարաբերություններ ունեցող, եթե կուզեք, Ջեյ Դի Վենսի այց Հայաստանի Հանրապետություն ու Ադրբեջան ակնհայտորեն ցույց տվեց, որ 2020-ից հետո շատ լուրջ իրավիճակ է փոխվել ամենայն դեպս աշխարհի թիվ 1 գերտերությունը, այլևս չի դնում հաղթած պարտված երկիր, մենք հավասար հարթության մեջ ենք դիտվում ու նույնիսկ մեզ առավելություն է տրվում։ Սա ակնհայտ էր, եւ սա այցի թերևս գլխավոր մեսիջն էր ուղղված ամբողջ աշխարհին։ Ոչ միայն մեզ, ոչ միայն Ադրբեջանին, ոչ միայն Թուրքիային, ոչ միայն Իսրայելին, ամբողջ աշխարհին։ Ես կարծում եմ, որ այս այցի ընթացքում շատ կարևոր հարցեր են իսկապես քննարկվել, եւ այդ կարևոր հարցերից մեկն էլ հայ-թուրքական հարաբերություններն են, որովհետեւ ոնց ուզում եք վերցրեք հայ-թուրքական սահմանի բացումը թրիպի իրականացման առումով ուղղակի անխուսափելի է։ Եվ Թուրքիան այլևս ժամանակ ձգելու, պատրվակներ դնելու, նախապայմանների մեջ այսպես լողալու շատ քիչ լուֆտ ունի։
Թուրքիան պետք է այդ հարցը լուծի եւ Թուրքիան հնարավորինս արագ պետք է այդ թուրքական սահմանը բացի։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Թուրքիան Հայաստանի Հանրապետության հետ խոշորաշով խոսելու բան չունի այդ թեմայով։ Թուրքիան խոսում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Նույնիսկ Ադրբեջանի հետ չի խոսում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Սա է հարցը։ Իսկ Ռուսաստանի հետ խոսում է թե ոչ։ Եթե Ռուսաստանի հետ խոսում է, եկեք հասկանանք, արդեն 4-րդ տարին է, 4-րդ տարին։ Էրդողան, Պուտին հանդիպում ինչու չկայացավ։ Որտեվ անverջ կա շահերի բախում, անverջ կա շահերի համադրում, բախում եւ չի գտնվում փոխադարձ օրակարգ։ Գիտեք, ցանկացած պետության հետ հաջող հարաբերությունների համար, հարաբերությունների զարգացման համար, դու այդ պետության հետ պետք է ունենաս փոխշահավետ օրակարգ։ Եվ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գլխավոր թուլություններից մեկը, աքիլեսյան գարշապարներից մեկը այն էր, որ Հայաստանի Հանրապետությունը այլ պետությունների հետ, Հայաստանի համար գերկարևոր պետությունների հետ փոխշահավետ օրակարգ չէր կարողանում ձևավորել։ Հիմա մենք այդ փոխշահավետ օրակարգը նվազագույն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կարողացել ենք ձևավորել։ Ստացվում է այստեղ համագործակցությունը, կարողանում ենք այդ քայլը առաջ տանել։ Եվ ես կարծում եմ, որ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ուղղությունում մենք պետք է ներառենք նաև մեծ մերձավոր արևելքում մեր ունեցած հնարավորությունները։ Թերևս դուք արդեն գուշակեցիք, որ ես հիմա էլի խոսելու եմ Իսրայելի մասին, որովհետև ես շատ կարևոր եմ, որ այս շրջագծում զարգանան հայ-իսրայելական հարաբերությունները։ Մենք ավանդաբար համարել ենք, որ Իսրայելի հետ հարաբերություններ խորացնելը բնականաբար վնասելու է մեր հարևան, դաշնակից, չգիտեմ, բարեկամ Իրանին եւ մենք սխալվել ենք ակնհայտորեն, որովհետեւ Հայաստան-Իրան հարաբերությունները զարգացնելու Հայաստան-Իրան հարաբերությունների վրա լծակ ունենալու համար մեզ այո պետք է Հայաստան-Իսրայել հարաբերությունների զարգացումը։ Մենք արել ենք նաեւ երկրորդ սխալը, մենք համարել ենք, դե քանի որ Ադրբեջանը Իսրայելին նավթ է տալիս, գազ է տալիս, նրանց դաշնակցությունը անկախ է, փոխշահավետ է եւ այլն եւ այստեղ մենք տեղ չունենք, դա էլ է սխալ։ Անկախ նրանից նավթ է տալիս, գազ է տալիս, զենք է գնում, ինչ է անում, Հայաստանը ունի իր տեղը, Հայաստանը ունի իր դերը եւ ստեղծված աշխարհակաղակական պասյանսում Հայաստանը բնական դաշնակից է դառնում Իսրայելի համար։ Ու Իսրայելից դեպի Հայաստան արվող քայլերը մենք այլևս կանխելու, կասեցնելու իրավունք չունենք ոչ հանուն Իրանի, ոչ Մոսկվայի թելադրանքով։ Տիկին Ադամյան, ես ճիշտ եմ հասկանում, որ Հայաստանի շահը, պետության շահը, հենց այս պահին թելադրում է, որպեսզի մենք ընդունենք ամերիկյան առաջարկը եւ չքննարկենք նույն միջուկային այդ հարցերը Ռուսաստանի, Չինաստանի, չգիտեմ, Հարավային Կորեայի, ինչպես ասում է Փաշինյանը, Ֆրանսիայի հետ։ Դուք այդ քաղաքականությունը անվանեցիք կարճատեսություն։ Եվ երկրորդը, արդյոք Փաշինյանը հասկանում է, որ իր այդ կարճատեսությունը կարող է ծանր նստել հենց պետության վրա։ Ինչքան ենք մենք խոսել, որ չի կարելի անվերջ նստել երկու աթոռի վրա եւ լարախաղացություն անել։ Դες այդ հարցազրույցներում ինչքան ենք մենք այդ մասին խոսել։ Ընդհանրապես այս քաղաքական դուալիզմը Հայաստանի Հանրապետությունը դարձնում է խոցելի պետություն, որովհետև դու մի կողմից փորձում ես հնարավորինս չեզոքացնել Ռուսաստանից հնարավոր սպառնալիքները, դու շարունակում ես ձևական թե բովանդակային թե էական անverջ բանակցել Ռոսատոմի հետ, բայց ակնհայտ է, չէ, որ եթե դու քո էներգետիկ անվտանգությունը դնում ես էլի Ռոսատոմի ձեռքի տակ, դա ռումբ է քո պետության տակ, պարզապես ռումբ, թե էներգետիկ առումով, թե քաղաքական առումով, թե անվտանգության առումով։ Արդյոք դու պատրաստ ես քո ձեռքով ռումբ դնել քո պետության տակ։ Բայց այստեղ կա դիվանագիտություն։ Դա կարող է պայմանավորվել այսպես, դե մենք բանակցում ենք ռուսների հետ, գնային նրանց առաջարկները կարող են շատ ավելի շահեկան լինել, տեխնիկական պարամետրերը, այսպես գիտեք, թերևս դիվանագիտությունը ավելի շատ ոչ թե հարցեր լուծելու է սպարագայում, որքան խոսելով արվեստով հարցեր չլուծելու տարբերակն է։ Ես չեմ կարծում, որ Ռոսատոմի հետ բանակցությունները տալու են որևէ շոշափելի արդյունք, որովհետև Ռոսատոմի հետ բանակցություններում մենք ընդամենը պետք է սահմանափակվենք Մեծամորի հարցով։ Ակնհայտ է, չէ, որ մինչև 2036 թվականը Մեծամորը գործելու է։
Համագործակցենք մինչև 2036-ը մեծամորի հարցով Ռոսատոմի հետ ինչու ոչ ինչ է եղել։ Գործող ատոմակայան է, սպասարկում, շահագործում եւ այլն։ Համագործակցենք ինչու ոչ, բայց նոր այեկը չի կարող լինել Ռոսատոմի հետ։ Նոր այեկը չի կարող լինել ոչ Չինաստանի հետ, ոչ Հարավային Կորեայի հետ, ոչ որևէ այլ երկրի հետ։ Գիտեք, абսուրդ է, եթե դու գնում ես Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ այսպիսի խոր համագործակցության, եթե դու 99 տարով քո երկրի համար ապահովում ես անվտանգություն, ու հանկարծ հետ ես դառնում ասում ես, դե գիտեք ինչ, միստր պրեզիդենտ կամ վայս պրեզիդենտ, ձեր առաջարկը մեզ համար անշահավետ է, անընդունելի է, նույն այդ փոխնախագահ ձեզ կարող են հարցնել իրոք ու ինչպես։ Եվ դա արդեն միայն հարց չի։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում եմ։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Փաշինյանը ասում է Հայաստանը մտադիր է Ռուսաստանի հետ բարեկամական տրամաբանության մեջ լուծել ռուսական կառավարման ներքո գտնվող հայկական երկաթուղու հարցը, միաժամանակ չի մանրամասնել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, արդյոք ամբողջական պայմանագրի վերանայման կամ խզելու մասին է խոսքը, թե առանձին հատվածներում ռուսական վերահսկողությունից հայկական վերահսկողության անցնելու։ Միաժամանակ Փաշինյանն ասում է, մեր իշխանության օրակարգում չկա Ռուսաստանի, բացառված է, որ Հայաստանը գործի Ռուսաստանի շահերի դեմ։ Եթե երկաթուղու թեկուզ առանձին հատվածների հետ կապված հարցեր քննարկվեն, նույն այդ բարեկամական մթնոլորտում եւ Հայաստանը պահանջներ դրնի հայկական կառավարման մասին։ Սա ինքնին չի նշանակում գործել ռուսական շահերի դեմ։
Եթե նշանակում է, ապա ինչպես է Նիկոլ Նիկոլ Փաշինյանը Փաշինյանը ասում, որ չի ասում, իհարկե Նիկոլ Փաշինյանը չի ասում, եւ թերևս չի էլ կարող ասել, կոռեկտ չի լինի իր կողմից արձանագրել, որ Ռուսաստանի Դաշնությունն է գործում Հայաստանի Հանրապետության շահերի դեմ։ Պարզ ճշմարտության շատ արձանագրում։ լավ։ Պարզ ճշմարտության արձանագրում։ Եվ եթե Հայաստանի Հանրապետության վարչապետը, ինչպես ինքն է հայտարարում, պարտավոր է գործել Հայաստանի Հանրապետության շահերից ելնելով եւ գործում է Հայաստանի Հանրապետության շահերից ելնելով, Հայաստանի Հանրապետության վարչապետը պետք է ժամանակ չկորցնի եւ կոնցեսիոն կառավարման հանձնված երկաթուղու կարգավիճակի փոփոխության հարց դնի։ Առավել եւս այն պարագայում, երբ բոլոր փաստաթղթերով երկաթուղին մնում է հայկական, որը կոնցեսիոն կառավարման է հանձնված սոսկ, բայց չգիտես ինչու, թե Ռուսաստանում, թե թերևս գուցե նաեւ այլ երկրներում դա ընկալվում է ռուսական երկաթուղի։ Դա ռուսական երկաթուղի լինել չի կարող։ Եվ որքան օր առաջ մենք ֆիքսենք, արձանագրենք, բացատրենք, հաստենք դա, այնքան մեզ համար հաջողությունը ավելի կմոտենա։ բարեկամական տրամաբանության մեջ կամ տրամադրությունների մեջ դա հնարավոր Այստեղ է։ բարեկամական տրամադրությունները, գիտեք, կարող են ռուսները ժամանակին կար մի շատ լավ անեկդոտ, վատ անեկդոտ իրականում, բայց հետաքրքիր անեկդոտ, որ հայերը ռուսներին խնդրում էին միքչել ադրբեջանցիների հետ բարեկամություն արեք, հա մենք էլ տարածքներ չունենք ձեզ համար։ Սա է ռուսների բարեկամությունը։ Ռուսները սիրում են ժամանակ ձգել։ Ռուսները երբեք չեն ասի ոչ, որտեվ այսպես կասենք մտածենք։ Իհարկե բարեկամներս անպայման կանենք, բայց գիտեք, կան այսպես տեխնիկական խնդիրներ կան, եկեք բանակցենք, եկեք համագործակցենք, եկեք աշխատանքային խմբեր ստեղծենք, հանձնաժողովներ ստեղծենք։ Հանձնաժողովների մակարդակում այդ հարցը կքննարկենք, այ պարանը վերջու կգա ձեզ մոտ, հետո Մհեր Գրիգորյանին կհրավիրենք, ու այսպես, որտեղ դե ֆակտո Ռուսաստանի երկաթուղները սնանկ են։ Որտեղ դե ֆակտո ռուսական տեխնոլոգիաները ի վիճակի չեն ապահովել ժամանակակից չափանիշներին համապատասխան երկաթուղին նրանց ամենայն դեպս սողալու է ժամում 40 կիլոմետր արագությամբ։ Դե պատկերացրեք այդ տրիպի երթուղին 40 կիլոմետր արագությամբ սողացող գնացքներով։ Նոնսենս է, չէ՞։ Այսինքն մենք այստեղ խնդիր ունենք Ռուսաստանի Դաշնության հետ, թե բանակցություններով, թե բացատրություններով, թե չգիտեմ ինչով, գուցե նաև միջազգային արբիտրաժային դատարան հասցնելով փոխել համաձայնագիրը։ Ու այս մասին Հանրապետություն կուսակցությունը գրեթե 5 տարի է խոսում, որ կոնցեսիոն կառավարման հանձնված երկաթուղու հարցը պետք է մինչև 2028 թվականը լուծվեր, չպետք է հասցնել մինչև 2028 թվական։ Ասել ենք, թե չենք ասել, բազմիցս ենք ասել։ Ամենայն դեպս ցանկացած վիդեո արխիվում կադրերն էլ, բացատրություններն էլ, հիմնավորումներն էլ կարող են գտնվել։ Այստեղ հարց չկա։ Այստեղ Հայաստանի Հանրապետության երկաթուղին հայկական է, հայկական իշխանության տակ է եւ պետք է լինի հայկական ու պետք է լինի ժամանակակից տեխնոլոգիական պահանջներին համապատասխանող։ Մենք չենք կարող բերել ու ասենք ինքնաթիռին լծել ձի։ Պարզապես ձի։ Հայ-ռուսական հարաբերություններում այդ շփումների տրամաբանությունը կամ տրամադրությունը ինչպես կգնահատեք, նաև եթե նայեք Լավրով Ալեն Սիմոնյան հանդիպմանը, ինչ տպավորություն ունեք։ Կարողանում են իսկապես խնդիրների մասին խոսելով, արձանագրելով, դեմ դիմաց նստելով խոսել եւ Որքան ես տեղեկացված եմ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը Արարատ Միրզոյանն է։ Ես այդպես էլ չհասկացա Սերգեյ Վիկտորովիչը ինչու էր հանդիպել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի հետ։ Չափազանց անսովոր ֆորմատ էր ամենայն դեպս։ Եվ ընդհանրապես, եթե վերցնում ես այդ ամբողջ բաց ու փակ հատվածներով հանդիպումը, ծերուկն անտանելի է դարձել։ Ծերուկ արդեն չի տիրապետում իրավիճակին։ Ռուսաստանը, գիտեք, ես շատ ցավով եմ այդ ասում, որովհետև այնուամենայնիվ թե ռուս ժողովուրդը, թե Ռուսաստանը որպես երկիր շատ
լավ հնարավորություններ ունի զարգանալու, ժողովրդավարության վերադառնալու, պատերազմները դադարեցնելու, աշխարհում իր տեղն ու դիրքը իսկապես արժանիորեն վերականգնելու։ Եթե իհարկե չլինի այդ մեծապետական շովինիզմը ռուսական, եթե չլինի ես անդադ այդ մեջբերումը անում եմ, ինձ համար իսկապես դա շատ դիպուկ մեջբերում է։ Յալտայում բանակցությունների ավարտից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետը զարմանալի գրառում էր թողել իր օրագրում. այսօրվա հակաֆաշիստները դառնալու են վաղվա ֆաշիստները։ Դե ֆակտո Ռուսաստանը այսօր այն ժամանակվա հակաֆաշիստ լինելով, դե ֆակտո Ռուսաստանը այսօր ոնց ուզում եք վերցրեք դարձել է ֆաշիստական քաղաքականություն, վարող պետություն։ Ամենը դեպս որևէ մեկի, որևէ խելամիտ մարդու, որևէ ողջախոհ մարդու մտքով չէր կարող անցնել, որ Ռուսաստանը կարող է պատերազմել Ուկրաինայի դեմ, հարձակվել եղբայր սլավոնների վրա։ Այն Ուկրաինայի դեմ, որը հայրենական պատերազմում թերևս Բելարուսի հետ ամենատուժած երկիրն էր, որովհետև պատերազմը Ռուսաստանի բուն տարածք, ռուսական բուն տարածք չմտավ։ Պատերազմը Բելարուսի, Ուկրաինայի տարածքներում մինչև Մոսկվայի մատուցներ հասավ։ Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի մատուցներ հասավ։ Ու այսօր այդ Ռուսաստանը մնացել է երկրորդ համաշխարհային պատերազմի մաս կազմող հայրենական պատերազմի խրամատներում, թե իր գաղափարական հենքի վրա, թե պետական կառավարման համակարգի պատկերացումների վրա, ցարի բոգի պատկերացումների վրա, պաշտոնապես իրենց անվանելով իբր թե ժողովրդավարական երկիր, ռուսական ժողովրդավարության պատկերացումները այնպիսին են, որ բոլոր մեզ հետ համաձայն չեղող մարդիկ կամ պետք է լինեն բանտում, կամ պետք է մեռած լինեն, կամ պետք է երկրից արտաքսվեն։ Այդ ժողովրդավարությունն է փորձում Ռուսաստանը արտացել բոլոր այն տարածքներ, որը ավանդաբար իրենց գնահատականով իրենց տարածքներն են, բայց այդ իրենց տարածքներ հասկացությունը, որը որևէ կերպ չի տեղավորվում ոչ Սերգեյ Լավրովի, ոչ Պիսկովի, ոչ առավել ևս Վլադիմիր Պուտինի ուղեղում, վաղուց արդեն իրենց տարածքները չեն, ու դա ապացուցել է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, ոչ միայն Ադրբեջանը, դա ապացուցել է Միջին Ասիայի պետությունների համախումբը, այն Միջին Ասիայի պետությունների համախումբը, որոնք Եվրամիության հետ փառահեղ հարաբերություններ ունեն, որոնք փառահեղ հարաբերություններ ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, եւ Միջին Ասիան ու Հարավային Կովկասով դեպի ծովեր մուտքը, ելքը, մուտքը, չգիտեմ, ես պարագայում թե ելքն է ճիշտ, թե մուտքն է ճիշտ, ապահովելու է տրիպը, այս միջմայր ցամաքային ճանապարհը հենց տրիպն է, Ռուսաստանը այստեղ չի կարողանում իրեն գտնել։ Եվ չի կարողանալու, չէ՞, թե բնականաբար չի կարողանալու, որովհետև Ռուսաստանը համենայն դեպս Ղրիմի բռնակցությունից հետո Ռուսաստանի դեր նշանակությունը աշխարհում չափազանց փոխվել է։ Ռուսները իրենք հավատացին, որ իրենք գերտերություն, ռուսները հավատացին, որ աշխարհը ոչ թե պետք է աշխարհի հետ ոչ թե պետք է համագործակցել, այլ աշխարհին պետք է պարտադրել սեփական կամքը ու ինչի հասան։ Դուք Ալեն Սիմոնյան, Սերգեյ Լավրով այդ հանդիպման ձևաչափի տարօրինակությունը ընդգծեցիք, բայց նաև չասացիք, ինչ ենթադրություններ եք արել դրանից, կամ մենք որպես հանրություն ինչ ենթադրություններ անենք, եթե այդ ձևաչափը Ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետության, ասենք, ընդհանրապես միջպետական հարաբերություններում այդ հանդիպումը այնպես մի դարակազմիկ նշանակություն ուներ, որ ինչ-որ ենթադրություններ պիտի անեինք։ Ալեն Սիմոնյանը գնացել էր կարծեմ պաշտոնական, եթե չեմ սխալվում, այցով Ռուսաստանի Դաշնություն ընդամենը մի հանդիպում էր ունեցել, մեկով ավել, մեկով պակաս։ Եվ այդ այցի օրակարգում այդ հանդիպման այդպիսի նշանակություն տալ ամեն դեպքում հակված չեմ, գիտեք, ես շատ ավելի կարևորում եմ Ռուսաստանի Դաշնությունից հնչող այն պարբերաբար փորձագիտական դաշտում, քաղաքական դաշտում այն հնչող են հայտարարությունները, հիշում եք, բայց կան ինչպես էր ձևակերպում, կուտա ու դենիտիսիս подводные лодки։ Այդ մտայնությունը Ռուսաստանի Դաշնությունը Սալավևից սկսած Դուգինով վերջացրած, ինչու ոչ նաև Պիսկով Լավրով Զախարովա երեակի աջակցությամբ փորձում են անդադ մեզ պարտադրել «Կուդա вы денетесь подводные лодки», а нам есть куда деться։ Ամբողջ խնդիրը դա է։
Օրինակ ինչի էր հանկարծ սպասում, որ Վենսի աչքերը այդքան էլ կապույտ չեն, Վենսի այցի ժամանակ այդքան էլ կարևոր համաձայնագրեր չեն ստորագրել, էլ թարգմանական սխալ, էլ Այո։ չգիտեմ ինչ, սկանդալների վրա, ու ընդհանրապես այցի օգտակար գործողության գործակիցը 0 էր, որովհետև այդ 0-ն փորձում են տեսնել ու այդ 0-ն փորձում են պարտադրել Ռուսաստանից։ Այն Ռուսաստանից, որը ինչ ասեմ, արդեն քանի տարի է բոլոր հնարավոր տարբերակներով ճճում է, բացականչում է, ողբում է, տարածաշրջանից իրեն դուրս են դնում։ Տարածաշրջանից Ռուսաստանը ինքն է իրեն դուրս դրել իր վարած քաղաքականությամբ, իր վարած քաղաքականության սկզբունքային արմատական շրջադարձային սխալներով։ Քանի որ այդ սկանդալներին անդրադարձակ Տիկին Ադամյան, հիմա հնարավոր չէր խուսափել գրառում անելուց, օրինակ Ծիծեռնակաբերդ կատարած այցից հետո, որպեսզի ստիպված չլինել վերախմբագրել այդ գրառումը։ Իհարկե, ԱՄՆ փոխնախագահի մակարդակով։ Իհարկե հնարավոր էր, բայց ես այնուամենայնիվ չեմ կարծում, որ այդ 64-րդական նշանակության դրվագը պետք է դարձնել քաղաքական, այսպես շատ կարևոր, ոյ, Վենսը չէ ճանաչեց հայերի ցեղասպանությունը։ Այս մեկնաբանությունը տա։ Հա Ռեյգանը ճանաչեց, Բայդենը ճանաչեց, հետո ինչ փոխվեց։ Արդյոք հայերի ցեղասպանության ճանաչումը հիմա հայերի թիվ 1 խնդիրն է աշխարհում։ Հայերի թիվ 1 խնդիրը աշխարհում ինքնիշխանությունն է։ Հայերի թիվ 1 խնդիրը աշխարհում տարածաշրջանում խաղաղությունը, զարգացումն է։ Հայերի թիվ 1 խնդիրը աշխարհում այս պահին 2026-ի ընտրություններում ինքնիշխանության ամրապնդմանը, զարգացմանը եւ անվտանգությանը ուղղված ընտրություն անելն է։ Թե չէ Վենսը գրեց գենոցիդ, չգրեց գենոցիդ, Վենսը ուր գնաց, Վենսը շահիդների պուրակ գնաց, թե չգնաց, Ունդ քաղաքականության մեջ իրոք մանրամասները շատ կարևոր նշանակություն ունեն, բայց սխալվում են եւ կույր են բոլոր նրանք, ովքեր քաղաքականության մեջ մանրամասներին տալիս են առանցքային նշանակություն համաժամանակյա զուգահեռ առանցքային խնդիրները չտեսնելով։ Սա էլ է աքսիոմա։ Իրանի հետ կապված ինչ կարող եք ասել եւ դրանով ամփոփենք Տիկին Ադամյան։ Իսկ ինչ եք ուզում, որ Իրանի հետ կապված ասեմ։ Չգիտեմ, այս ամենը կարող է անհանգստացնել, եթե անհանգստացնող լիներ, մենք արդեն կունենայինք արձագանքներ։ Վենսի այցը նկատի ունեք Հայաստանի Հանրապետությունում։ Ասում են դա նաեւ Իրանի շուրջ ծավալվող գործընթացների շրջանակում է, օղակը Իրանի շուրջ սեղմվում է եւ այս այցը դրա հետ է։ Եթե օղակը Իրանի շուրջ սեղմվում է, օղակը հաստատ Հայաստանի Հանրապետությունը չի սեղմում։ Իրանը ընդհանրապես ժամանակն է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կողմնորոշվի, Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունն ավելի ճիշտ կողմնորոշվի, կարողանում է սեփական ժողովրդի հետ լեզու գտնել։ Սա հարց է, չէ՞։ Սեփական ժողովրդի հետ կարողանում է լեզու գտնել։ Եվ միայն սեփական ժողովրդի հետ լեզու գտնելուց հետո ես կարծում եմ Իրանի Իսլամական Հանրապետությունից կարող են Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կամ տարածաշրջանի որևէ պետության վերաբերյալ հայտարարություններ հնչել, որովհետև համենայն դեպս են բոլոր խնդիրները, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում հոգևոր իշխանության գերակայությամբ գործող քաղաքական իշխանությունը այս ամբողջ ընթացքում կուտակել է եւ չի կարողանում այս ամբողջ խնդիրների տակից տնտեսապես դուրս գալ, քաղաքականապես դուրս գալ, այս ամեն ինչը Հայաստանի Հանրապետության մեղքով չի։ Եվ մենք կարող ենք Հայաստանի Հանրապետության ու Իրանի հարաբերություններում մի շատ մեծ ցուցակ գրել, թե ինչքան բարեկամական են մեր հարաբերությունները, բայց ցավոք նույնքան երկար մեկ այլ ցուցակ էլ կարող են գրել, թե Իրանը որքան ոչ բարեկամական դրսևորումներ է ունեցել Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Բացենք հա մեր աչքերը, ռեալ գնահատենք մեր իրական բարեկամներին եւ ռեալ գնահատենք մեր իրական դաշնակիցներին, որովհետեւ մենք հիմա իսկապես ապրում ենք չափազանց բաց խաղաքարտերով գործող աշխարհում, չափազանց արագ զարգացող աշխարհում, չափազանց դինամիկ զարգացող աշխարհում եւ այն հանգամանքը, սոսկեն հանգամանքը, որ անդադ բարձրաձայնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հնարավոր հարվածի մասին Իրանին, Իսրայելի հնարավոր հարվածի մասին Իրանին, այս միջուկային համաձայնագրի չկնքման կամ միջուկային համաձայնագրի շուրջ համաձայնության չգալու պատճառով հերթական բախման մասին եւ այդ բախումը չի լինում, ես կարծում եմ, որ Իրանը պետք է այնուամենայնիվ շնորհակալություն հայտնի Հայաստանին եւ Հայաստան J.D. Vance-ի այսին եւ այն հանգամանքին, որ այս տարածքով
այս տարածքով անցնելու է տրիպը։ Իսկ տրիպի հետ կապված տարածաշրջանում պետք չի եւ չի կարող պատերազմ լինել։ Որևէ մեկ այս փաստը չի արձանագրում, որևէ մեկ այս մասին չի խոսում, բայց պետք է խոսել, պետք է տեսնել։ Եվ տեղեկություն կա Տիկին Ադամյան, որ սպասվում է Փաշինյանի այցը Թեհրան, որի շրջանակներում Հայաստանն ու Իրանը ռազմավարական Տեղեկությունը հայտնել է հաստատություն Իրանի այո դեսպանը, ես կարծում եմ դեսպանը մի քիչ շտապել է, ինչպես իր բոլոր մյուս քայլերում։ Շնորհակալ եմ։ Ես եմ ձեզ շնորհակալ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ հրապարակախոս Անահիտ Ադամյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։